Խոշանդատան դատական նիստին ներկայացել են դատավորության մասնակիցները, ներկայացել է ՎԿ Գալինա Հարությունյանը, Թարգման Վարդուհի Շահինյանը, դատական նիստին չեն ներկայացել պաշտպաններ Գեորգի Մեդիկյանը, Էմին Բեգլարյանը, Մարկա Սողոմոնյանը, Ռուբեն Մեդիկյանը, Տիգրան Աթանասյանը, Արայիկ Ներսիսյանը, պաշտպաններ Գեորգի Մեդիկյանը եւ Արայիկ Ներսիսյանը հերթապոսազանգի միջոցով հայտնել են, որ ունեն աշխատանքային ծանրաբեռնվածություն, պաշտպան Գեորգի Մեդիկյանը քիչ ավելի ուշ կներկայանա դատական նիստին։ Նախ դատան արձանագրում էր դատական նիստը նշանակված ժամանակաշրջանում է սկսում այն մեղադրողների ներկանալու հետ։ Լարիսա Պարսելյան, ձեր պաշտպանը հեռախոսազանգով հայտնել է նիստերի կարգավորը նշել, որ քիչ ավելի ուշ կներկանա, քիչ ավելի ուշ է խոսել եք, ինչքան է։ Կմոտենալ նիստի օր եւ ժամ ունենք համաձայնեցված նշանակված։ Պաշտպանի բացակայության պայմաններում դատական նիստը արձակվում է։ Նա արձակվում ենք անձին որպես վկա, այդ ցուցմունքը կա ձեր մեղադրանքի հետ կապված նշանակություն ունի, հիմա որ ինքը ներկա չի ոնց է կանում։ Բարձր խոսեք, որ ձեր խոսքը ձեր։ Ես ճիշտ անձը չեմ արարվում, պաշտպանները Առարկություն չունեք։ Կողմերը առարկություն ունեն։ Պաշտպան Մեդիկյանի, Գեորգի Մեդիկյանի բացակայությամբ։ Հաշվի առնելով, որ ժամանակը սուտ է, մյուս բոլոր մեղադրյալները պաշտպաններ ունեն, մյուս պաշտպանների բացակայության հարց այս պայն չի քննարկվում դատանը։ Տիկին Հարությունյան, մոտեցեք ամբիոնին։ Ձեր արձակնությունը շարունակվում է։ Ավելի մեղադրողի հարցերը ավարտել եք։ Մենք դատական դատան Հարությունյանն է հարցեր տալիս պաշտպանական։ Պարոն Հարությունյան կարող եք Я хотела бы ответить на один вопрос, который на прошлом заседании мне был задан одним из адвокатов. Я в прошлый раз не смогла ответить. То есть на основании чего профсоюзная организация должна была перечислять 1% республиканскому комитету. Մինչև այդ հարցին անդրադառնալը նաև դատան արձանագրել դատական նիստերին դառնչում է գտնում իրավապահների կայքի օպերատորը Տիգրան Ղուկասյանը, ինչ է ցանկանում իրականացնել։ Մեղադրյալներն առարկություն ունեն տեսանկարման մասով։ Հանրային մեղադրողները առարկում են, թե փոխվել է դիրքորոշումը։ Ոչ, չի փոխվում։ Հայտնի օպերատոր ձեր օբյեկտիվի տեսադաշտում, որ հանրային մեղադրողները չլինի, եթե կարող եք նման կերպ տեսանկարահանում իրականացրեք, եթե ոչ, ուրեմն որպեսզի հանրային մեղադրողները տեսակետում չլինեն։ Կարող եք այդ հարցին պատասխանել դատանցից։ Это было связано с тем, что в 90-е годы, когда происходила реорганизация всех организаций, в том числе и профсоюзных организаций, все профсоюзные организации нескольких крупных медицинских учреждений на собрании приняли решение создать Республиканский комитет профсоюзов медработников. Одним из учредителей был и медицинский институт. Практически, когда я приняла эту организацию, она являлась одним из учредителей Республиканского комитета профсоюза медработников. Եվ երբ որ ես ընդունեցա ընկերությունը, նա արդեն մեծանում հանրապետական ակնություն, բժշկական բուժաշխատողների հանրապետական ակնությունների
Поэтому, являясь членом Республиканского комитета профсоюзов, фактически их решения являлись обязательными и для медицинского университета. Եվ հանդիսանալով որպես անդամ, իրենց որոշումներն են պարտադիր լինում ուժ աշխատողների համար։ Здесь у меня вот есть приказ, решение, где написано, сколько процентов кому полагается из тех сборов. Այստեղ ինձ գիտակ է հաստատող, որտեղ նշված է, ուրեմն որքան տոկոսը պետք է հանձնել հավաքված գումարներից։ Պետք է դու։ Հայերն է թե ռուսերեն։ Հայերեն։ Կարող եք ներկայացնել։ Դատարան ներկայացվեց որոշում Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության խորհրդի որոշումն է, արձանագրություն կարծես 2004 թվականն դրանից առաջ տարբերել չեն երևում, ստորագրված է Տոմասյան։ Էդեր Թումասյանի կողմից։ Նաև կլոր կնիք է դրված 025-63-200 թվականի կա այդ արհեստակցական միություն ռուսերեն և անգլերեն լեզուներով կենտրոնում և խորհրդի որոշումն է։ Ավարտեցիք այդ հարցը պատասխանեցիք, պարոն Արուսյան, կարող եք Շնորհակալ եմ։ Եվ հաստատություն, եթե կողմերը ցանկանում են ծանոթանալ, նիստից հետո պատժեն կտրամադրել կամ հաջորդ նիստին կամ հիմա մինչև որ հնարավոր հարցեր տրվեք Ես հարցերս դրել է կապված Կապաշան դատարան։ Տրամադրել ես նայեմ կամ որ հարցս ձևավորել եմ, շնորհակալ եմ։ Հաջորդ հարցը կապված է հենց այս անդամավճարի չափի հետ։ Հարգելի վկա, այստեղ առաջի կետը կարդում եմ Հանրապետության միության անդամակցած արհեստակցական կազմակերպություններից անդամավճարը հանրապետական միությանը սահմանել անդամավճարների գումարների 25%-ի չափով։ Հիմա դուք նշեցիք, որ մի տոկոսի մասին է խոսում, այդ խնդրում եմ բարձրաբանել, հա։ Հա, ես սխալ պատասխան ասեցի, որ մի տոկոսը հավաքվում աշխատողներից, իսկ ընդանուր հավաքված գումարից 25%-ը պետք է փոխանցվի հանրապետական կոմիտեի։ Դեռ չեն խոսում։ Շարունակեք։ Հարգելի վկա, ձեր որպես Կոմիտեի նախագահ աշխատանքային հատվածում հարկային մարմիններին հաշվետվություններ ներկայացրել եք թե ոչ, եթե այո, ապա ում կողմից է այդ գործառույթը իրականացվել, դուք անձամբ զբաղվել եք թե ոչ։ Ոչ, մենք ունենք հաշվապահ, որը ներկայացնում է բոլոր մենք ունենք հաշվապահ, որը ներկայացնում է անհրաժեշտ հաշվետվությունները։ Իսկ պարզ է, որ մենք որտեղ մեր հաշվի վրա 0 է, իհարկե մենք ոչ մի բան չենք կարող ներկայացնել։ Դուք որպես կազմակերպության ղեկավար հաշվետվությունները ստորագրել եք, ծանոթացել եք։ Այո, ես ստորագրում էի, բայց ասում եմ, դեղ 0-ներից բացի ոչ մի բան չկար։ Այսինքն ես ճիշտ հասկացա, քանի որ նախորդ հարցու ես հարցի մի պատասխանների միջև ներկայացվել է, բայց զրոյական հաշվետվություն է ներկայացվել ես։ Այո։ Շարունակեք։ Դուք նշել եք նաև, որ 2013 թվականից դուրս եք եկել աշխատանքից։ Այդ ձեր աշխատանքից դուրս գալուց հետո այդ կազմակերպությունում ձեզ փոխարինել են, ովքեր են աշխատել, գործունեություն ծավալվել է թե ոչ, դրա մասին ինչ տեղեկություն։ Դե իմ գնալուց հետո
Դատան արձանագրում որ դատական նիստը ներկայացավ Մեղադրյալ Արմեն Աշոտյանի պաշտպաններից Մելիքյանը։ Հիմա պատասխանեք։ После того, как я ушла из организации, ну, во-первых, моя печать и все осталось в профсоюзном комитете. Есть у нее տեղակալ, բայց ինչքան գիտեմ, ոչ մի աշխատանքը չէր կատարել։ Այսպիսի մի հարց հարցրի կա, այ դուք բավականին տևական ժամանակ եւ պաշտոնը զբաղեցրել եք ղեկավարը ղեկավար կոմիտեից։ Այդ տարիների ընթացքում կոլեկտիվ պայմանագիր կնքվել է թե ոչ։ Հարցս հասկանալի է։ Так, этот вопрос я поднимала заключение коллективного договора. У меня даже есть... Не важно. С моей стороны было написано заявление на имя ректора. Значит, мы должны были заключить коллективный договор. Я его только принесла. Одну секундочку, извините. Уже я его не принесла. Нет. К сожалению, я его не принесла, но я это представляла этому следователю. Секундочку. Короче говоря, коллективный договор не был заключен. Предложение с моей стороны. А вот. Да, это коллективный договор. Так, вот. Значит, какое число? 17-10. Значит, сразу, как только я стала председателем профсоюза, было написано заявление на имя ректора. Ռեկտոր Ռեկտորը ով էր։ Այն ժամանակ Դումանյան էր։ Դումանյան։ Նա մակագրել է իրավաբանի վրա, потому что договор коллективный заключается совместно со стороны профсоюзной организации и совместно со стороны и со стороны администрации. Это мое заявление было подписано на юриста медицинского университета. Но никаких шагов со стороны администрации не было сделано. Դատան ներկայացվեց կողմից երկու հաստատում կամ երկու հաստատում սա ծանոթություն վերնագրով է առաջարկ ասելով դա նկատում եք Да, это было написано на имя ректора. Բայց այստեղ ռեկտորի վերաբերյալ տվյալներ չկան Դե առաջի просто չկար, բայց այդ ռեկտորի ստորագրությունը, որ ինքը մակագրել է իրավաբանի վրա, բայց իրանց կողմից ոչ մի պատասխան չի եղել։ Կհիշեք իրավաբանը ով է եղել։ Սողոմոնյան, այնտեղ գրված է, ինքն մինչև հիմա եթե չեմ սխալվում աշխատում։ Մեզ Սողոմոնյանը իրավաբանն է։ Այո։ Շարունակեք ձեր հարցը։ Եթե ցանկանում եք, այս փաստաթղթերին ևս կարող եք ծանոթանալ։ Տրամադրվում է Հիմա պաշտպանության հայտնի, եթե կոլեկտիվ պայմանագիր չի եղել,
այդ դեպքում ինչը կարող եք ինք հանդիսանալ, որպեսզի գումարներ փոխանցվեն, եթե չկա պայմանագիր։ Կարող են ձեզ գումար փոխանցել, թե ոչ։ Ոնց դա բացատրեք, հա։ Դա ոչ մի կապ չունի կոլեկտիվ պայմանագրի հետ։ Եթե կոլեկտիվը կա, ստեղ կակրած կա և իմ դիմումը ռեկտորի վրա, որ 1% բոլոր աշխատողներից մենք հավաքել ենք դիմումները, որտեղ աշխատողը գրում է, որ խնդրում եմ 1% փոխանցել արբյուտենական հաշվի վրա։ Եվ ես գրել եմ զեկուցագիր Դումանյանի վրա, որ 1% փոխանցվի արբյուտյան, եւ դա ոչ մի կապ չունի կոլեկտիվ պայմանագրի հետ։ Դատան ներկայացվեց նաև 2011 թվականի սեպտեմբերի 29-ի ամսաթվով Երևանի ՄՄ հերացումով պետական բժշկական համալսարան արմկոմիտեի ըստ էության ձևաթղթի վրա կազմված փաստաթուղթ հաստիագրված է բժշկական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Դ. Դումանյանին, ստորագրված է արմկոմիտեի նախագահ Գ.Ս. Արուսյանի կողմից և բովանդակությունը վկայի կողմից նշվեց։ Նաև ռեկվիզիտներում նշված է հասցեն Երևան կորյունությունից երկու։ Խնդրում ենք ձեր պարտավորությունը հաշվապահությանը ըստ ներկայացված ցուցակների համալսարանի աշխատակիցների հասարակական աշխատավարձից յուրաքանչյուր ամիս գանձել 1% և փոխանցել արհեստացիական միության հաշվարկային հաշվին։ Իսկ ներկայացնում համալսարանի աշխատակիցների ցուցակները 5 համալսարանի աշխատակիցների անձնական դիմումները։ Ձեր հաջորդ հարցը։ Տրամադրվում է ծանոթացման համար նաև հիշյալ գրություն։ Պարոն Հարությունյան, այլ հարցն է։ Այո։ Տվեք ձեր հարցը։ Արդյունի վկա, դուք տեղեկություն ունեք, թե այդ 1%-ները ընդհանուր առմամբ, օրինակ տարվա կտրվածքով կամ ամսվա կտրվածքով որքան գումար եք կազմելու։ Ոչ, ես այդ ռեալները չունեմ, որովհետև կան անգամ ես դիմել եմ, պատասխան չեմ ստացել։ Եվ ինչ կանա, դե պատոն եթե ես դիմում եմ, խնդրում եմ, որ ինձ ռեալները և փոխանցել, ոչ մի պատասխան ես չի ստանում։ Եվ ևս մեկ հարց, դուք հանդիսանալով արմկոմիտեի նախագահ, նաև փաստաթուղթ ներկայացրեցիք, համաձայն որի փոխանցված, այսինքն եթե ձեզ գումար փոխանցվել, այդ ամբողջ գումարի 25%-ը պետք է ուղարկվեր հանրապետական արարողությանը։ Հիմա ձեր արմկոմիտեի անդամները, այսինքն բժշկական համալսարանի աշխատակիցները, տեղյակ եղել են, որ ձեզ եթե գումար հատկացվել 25% ուղարկելու եք արարողությանը։ Այո, իրանք տեղյակ են, հարցը ես բարձրացել եմ և ժողովներին, որտեղ ես անդրադառնում եմ ժողովները առանձին բաժանումներում, և այնտեղ ես անպայման ասում եմ, որ իրանք 1% տալիս են, այդ գումարից 25%-ը կփոխանցվի հանրապետական կոմիտեին։ Եվ ես բացատրում եմ, ինչի համար այդ գումարները գնում են հանրապետական կոմիտե, որովհետև ինձ անհրաժեշտ է իրավաբանական կոնսուլտացիա, որովհետև եթե ես դիմում եմ մեկ իրավաբանին, ստացվում է, որ ինքը պաշտպանում է admինիստրացիայի հետաքրքրության շահերը։ Դրա համար ինձ պետք է, որ օբյեկտիվ և, извините, я перейду на русский, независимая юридическая консультация. Это первый момент, который... По какой причине мы должны были 25% перечислять республиканскому комитету. И второй момент. При необходимости мы могли обратиться в республиканский комитет за помощью. Кроме того, республиканский комитет проводил и семинары, в которых участвовали и члены профкома, профкомитета. Ну, естественно, это не бесплатно, потому что арендовались гостиницы.
того, если посчитать 25% от 1%, который платил, Հաշվենք 1%-ը 25%-ից, որը որ դիտարան։ который платил член коллектива, это совсем ничтожная сумма. Շատ մանր սումա։ Это получается 0,025%. Ստացվում է 0,025%։ Поэтому протестов не было. Этот вопрос был поднят только Հարցը բարձրացնել է միայն во время моей отчетной конференции. Դարձածվել է ին ուրեմն հաշվետվության ուրեմն ժամանակ, Когда этот вопрос поднял только опять-таки юрист Румыния. որը որ այդ բանը բարձրացնել Սա է Լեոնիդ Սողոմոնյան։ Со стороны коллектива протестов не было. Իսկ կոլեկտիվի կողմից խնդիրներ չեն եղել եւ ավարտություններ։ Փաստորեն դուք նշեցիք, որ այդ գումարը ուղղվելու է, եթե փոխանցվեր, որ սեմինարների կազմակերպմանը։ Ճիշտ հասկացած եք պատասխանը։ Ամենակարևորը Իրան հերոսուն ավարտեմ, ասում եք հյուրանոցներ պետք է վարձակալեն, տարածքներ պետք է վարձակալեն, այսինքն այդ դրա համար է գումարը փոխանցել։ Փոխանցելու է։ կներեք, ես ասեցի, Պարոն Հարությունյան, ի սկզբանե նախնշվեց իրավաբանական հատկություն եւ նաեւ այդ սեմինարներ, խորհրդակցություններ, որոնք անվճար չեն բնականաբար եւ այդ հյուրանոցները եթե վարձակալում են, միգուցե դրանով այդ ոչ թե հենց այդ գումարով 25%-ով պետք է հյուրանոցը վարձակալեն, այլ այդ սեմինարների կազմակերպման համար է նաեւ այդ 25%-ը։ Հարցանց դրան ասված պատվոժան դա։ Դրան գումարած իրավաբանական խորհրդատվություն է։ Այո, տարանջատեցիք իրարից դրան։ Խորհրդատվության վերաբերյալ եւս մեկ հարց կտամ, դա կբարձրաբանենք, բայց հիմա հարցս կոնկրետ վերաբերում է հաստատի, որ կան հայտնումա, որ պետք է կազմակերպեն սեմինարներ, տարածքներ վարձակալվեն, միջոցառումներ, հյուրանոցներ։ Հիմա հարցս դրան ուղղված, եթե դուք 25%-ը փոխանցեիք, այդ гумарով այդ վարձակալվելու այդ հյուրանոցները, սեմինարները կազմակերպելու սա հարցս ընդհանրապես։ Значит, фактически я с самого начала сказала, что в первую очередь это обеспечение юридических консультаций. Նախարարչներն ես ասի, որ դա իրավաբանական խորհրդատվությունների ապահովում է։ А там это фактически в конфедерации профсоюзов, там целый большой юридический отдел, где работают юристы. Իրավաբանական բաժներ, որտեղ աշխատում են իրավաբանները։ Так что в первую очередь из этих сумм содержался юридический отдел конфедерации профсоюзов. Сам республиканский комитет профсоюза медработников, которые также нуждались в суммах. А эти гостиницы и все прочее, я просто отметила, что если организовывались семинары, Ես ուղղակի հյուրանոցների հետ կապված նշեցի, որ երբ կազմակերպվում են սեմինարներ, естественно, они требовали расходов. բնականաբար մենք պահանջում ենք ծախսեր։ Но самое основное, предположим, для меня, как для профсоюзного лидера, это были юридические консультации. Я даже могу привести примеры, когда ответ нашего юриста был неправильным. Я в прошлый раз... Ну, как пример... Как пример я могу привести такой фактически юрист отвечал на вопрос, почему не перечисляются деньги. Он ответил, вот я представляла в прошлый раз письмо, где он написал, կազմակերպությունը կայացած չի, բայց по закону организация, прошедшая регистрацию, она уже считается կայացած։ Մի բան դատանի Как раз. աշվից վերիպեց, կողմերներ լռեցին։ Այդ
հետաքրքիր է, որ նաև մեղադրանքի կողմն է։ Մենք փաստորեն բավական տևական ժամանակ միշտ չենք կարելի որ դատան ուշադրություն դարձնել։ Այելի օպերատոր տեսանկարանում անջատում եք, ուղիղ եթեր է գնաց։ Մենք վկաների արձակնությունը միայն ձայնագրավում ենք թույլատում, կարգը չխախտենք։ Հետևաբար, քանի որ մյուս վկաների արձակնությունը ձայնագրավումը միայն թույլատրվել, տեսանկարը անում չի թույլատրվել, դրա պատճառաբանությունների ժամանակին բերվել են, սա ևս բացառություն չի։ Պարզապես այնքան ժամանակ էլ փաստորեն անցել որ մոռացել ենք։ Ձեր հաջորդ հարցը։ Այլ հարցեր չունեք բոլորը։ Այս բանը։ Լավ, դուք հարց ունեք, պարոն։ Ասում եմ, նախ մի դիտարկում եմ դեկլարացված դոկումենտի հետ, առաջին դոկումենտը ներկայացվեց, այդտեղ խոսքը վերաբերում է ոչ թե հանրապետական արմիությանը, այլ առողջապահության աշխատողների հանրապետական միությանը, սա տարբեր բաներ են։ Այդ որոշման մեջ արձանագրված Լավ, պարոն Սուքիազյան, շատ կներեք դուք հարց ունեք, թե հայտ չէ, դիմացը սա այս պասպորտով ներկայացրեց, սա այս գործը վերաբերում չի։ Հիմա հետևյալն է հարցը։ Դուք ներկայացրեցիք փաստաթուղթ, որը վերաբերում է առողջապահության աշխատողների հանրապետական միությանը։ Պարոն Սուքիազյան, կներեք, ես ձեզ խնդրել եմ նստել, պարոն Արտիրոսյանի կողքը, որպեսզի ձեր խոսքը ձայնագրավի։ Միշտ բարեբաց հաշվություններ։ Դա բանից են, Ես չեմ ասում շփվեք Աշոտյանի հետ, ես ասում եմ նստեք։ Ես եմ դանդաղ Աշոտյանը։ Դուք ներկայացրեցիք փաստաթուղթ, որը վերաբերում է ոչ թե Հանրապետական Հայաստանի Հանրապետությանը, այլ վերաբերում է առողջապահության աշխատողների հանրապետական միությանը, որը համարվում է Հայաստանի Հանրապետության ստորաբաժանումներից մեկը ընդամենը։ Հիմա այն մի տոկոսները որ փոխանցվել է ոչ թե սրանց, այլ փոխանցվել է հանրապետական արմիությանը։ Հիմա դուք ստեղ բացի մի տոկոսը, նաև սա այն տոկոսը, նայեք դուք հավատաց։ Нет. Значит, вопрос как стоит? Сотрудников снимается 1% в кассу профсоюзной организации медицинского университета. Из этой суммы 25% должно было перечисляться Республиканскому комитету профсоюза медработников. А дальше я уже не знаю, какой процент от этой суммы республиканские комитеты различных профсоюзов перечисляют в центр, в конфедерацию. Կարող եք մոտիկ ավելի մեղադրյալները ևս կարող են հարցեր տալ։ Практически я могу вам что сказать. С тех пор, как со стороны Кялян был издан приказ не перечислять деньги, собранные с членов сотрудников медицинского университета, эта сумма собиралась на каком-то счету, и оттуда никакие суммы никакому комитету, ни профсоюзному, никакому не перечислялись. Այս 25 տոկոսը և են մի տոկոսը նույն գումարներ են, թե տարբեր գումարներ են։ Ну, պաստորեն նույն գումարը, եթե կոլեկտիվից հավաքվում է 1%, այդ հավաքած գումարից 25%-ը պետք է փոխանցվեր հանրապետական կոմիտեին։ Так что, если это чисто сказать, նույն գումարը։ Դատանը արձանագրում է դատական նիստին ներկայացավ մեղադրյալ Մարտա Սիմոնյանի մյուս պաշտպան Էմիլ Բեգլարյանը։ Ձեր հաջորդ հարցը պարոն Սուքիազյան։ Հիմա այդպես դուսում եք նշել եք Քալանի կողմից, որ կարգադրվել է ստեղծել սոցիալական ֆոնդ, что իմանալուց Հիմա այդ ֆոնդը ինչ կապում է ձեր ռոհմիության հետ, ձեր ղեկավարած ռոհմիության հետ։ Հիմա այս կասեմ։
Значит, социальный фонд был создан ректором Кялян из тех сумм, которые собирались от работников медицинского университета. Так как по закону каждый член профсоюза должен был дать заявление, Кялян издала соответствующий приказ, что суммы будут перечисляться в фонд, до тех пор, пока будут собраны заявления от работников медицинского университета. Фактически профсоюзной организации, председателя профсоюза не было в медицинском университете несколько лет. Но суммы собирались с сотрудников как членов профсоюза, если я не ошибаюсь. Если мы как-то меняет Романа, Кялян, это тексте. Там есть трейлеры. Следователи приказ. В общем, короче говоря, по приказу ректора Кялян суммы собирались в социальный фонд. После того, как я собрал, наш комитет собрал все заявления, было написано заявление, которое я передала вам, на ректора. И после этого заявления я как раз написала, что 1% перечислять на счет профсоюзной организации. Ну, это не было сделано. Սենց բան որոշում կար ես ապաստում։ Կայանի աղորդումն է։ Այս թվականի 2007 թվականի ռեկտորատինիստի մասին է խոսքը։ Սույն թվականի մարտի 1-ից դադարեցնել աշխատողների աշխատավարձի արհեստակցական կազմակերպությանը փոխանցվող մասնահանումները եւ առաջարկել արհեստակցական կազմակերպության ղեկավարությանը վերագրանցել կազմակերպության անդամների համապատասխան կանոնով դիմումների արկայության դեպքում։ Այո, դուք ես հրամանի պահանջները կատարել եք, բայց դիմումները վերագրանցել եք։ Այո։ Ժամանակեցվեցի как раз здесь գրչում։ Իմ դիմումը Գերմանիանին, մենք հավաքել ենք բոլոր աշխատողների դիմումները, որ աշխատավարձից հանել 1%-ը եւ փոխանցել Արմենիան կազմակերպությանը։ Այդ ներկայացնում։ Այո, ես ներկայացրել եմ։ Դա ցուցակ չէր։ Դա դիմումները չեն, ցուցակները չէր։ Դիմումները մոտ ասենց ящикով տանն։ Դիմումները Գրության մեջ հիշված է, biz ներկայացնում եմ համալսարանի աշխատակիցների ցուցակները, 5 համալսարանի աշխատակիցների անձնական դիմումները։ Հա, բայց չի վերում ներկայացնում ես դիմումները։ Կամ որ ոչ ցուցակը։ Կնեք ես ներկայացրել եմ ցուցակը լրիվ ռեկտորին եւ հաշվի Հետևյալն հաջորդած ձեր ցուցակներից ենթադրում ենք, որ ռեկտորներն են որոշելով դառնալ ակումբի նախագահ կամ առասարակ
ասում արհեստական կազմակերպությունը պետագործի թե ոչ։ Ձեր ուսումնից ծածկացա ես նախորդի հիմա ուզում հարցը տանձից։ Համալսարանի ռեկտորները ինչ գործառույթներ ունեին արհեստական կազմակերպության մարմինների ձևավորմանը կամ առասարակ։ Դատան արձանագրում դատական լիստին ներկայացած նաև մեղադրյալ Մարսելյանի պաշտպան Գյորգի Մելիքյանը Ատոմնադատանից զուշացել ժամը 12:00-ից Խարանքի նիստ է նշանակված երկարացման, նախաքննական անունի միջնորդության իման վրա, պարզապես կալանավորին ուշ բերեցին, ուշ սկսեցին, մեկանց խանից են բերել, հետ է խնդիրը զուշացեցի ու ամատում Естественно, ректоры никакого отношения к назначению профкома не имеют. Իրականաբար ռեկտորները որևէ նշանակություն չունեն նշանակման արմունության նախագահ նշանակելու Вопрос стоял только в этом, что до того, как было проведено собрание, были проведены конференции в отделениях, и было принято решение. Բաժանմունքներում կոնֆերանսներ էին անցկացվել եւ որոշումներ Было принято решение возобновить деятельность профсоюзной եւ организации. որոշումներ ընդունվել ուրեմն արմունության գործունեությունը վերականգնելու По всем законам было проведено соответствующее конференция была проведена. Просто сейчас я, естественно, не принесла программу. Բնականաբար անցկացվեց կոնֆերենցից հետո ժողով, ես ուղղակի արձանագրություն այսօր չեմ բերել։ И да, я это представляла все следователю. Был избран профсоюзный комитет, если не ошибаюсь, уже я подзабыла. Из 11 или 13 человек, я уже не помню. Затем уже избранные люди выбрали председателя профсоюза. Мне была предложена эта работа этим комитетом, учитывая мою предыдущую работу в республиканском комитете. То есть то, что у меня, то, что я имею опыт профсоюзной работы, хорошо знакома с законодательством. Так что ректоры, сколько за мое время было, трое, по-моему, они никакого отношения. Հետերան հաջորդացած, եթե չաշխատեիք համալսարանում, վեճկատան համալսարանում, կարող էր լինել այդ համալսարանի պրոֆեսիոնալ անդամ կամ նախագահ։ Այո, իրավունք ունեի։ Օրենքով իրավունք ունեի։ Կարող եք իշեք որ օրենքով իրավունք ունեի։ Չէ, ես այդպեսի հարց տվել եմ Հանրապետության պետական կոմիտեի նախագահի Մահանովի եւ տան ունեմ իր պատասխանը։ Պրոստը եթե իմանայի որ այդպեսի հարց կլինի, ես կբերեի իր պատասխանը։ Չէ, իմ հարցը ցակելա ձեր նախորդ դատականից տված սոզմունքից, ձեր ազատման կարգավորումից, արդեն չէիք աշխատում համալսարանում։ Այդտեղից առաջացավ իմ հարցը։ Հիմա դուք ասում եք, որ իրավունք ունեք, բայց չեք կարող օգտագործել, թե որ ինչ ինքով իրավունք ունեք։ Ես իրավունք ունեի, բայց որ ես դուրս եկա Ռշտական համալսարանից, մոտ վերցրել եմ պեչատ եւ ճիշտ ասած ես չէի ուզում աշխատել, որովհետեւ իմ մոտ չէր ստացվում նորմալ աշխատել։ Ես 2 տարի անընդհատ բարձրացնում եմ հարցը փոխանցումների, գումարների համար, բայց ես որոշեցի, որ այդ ինձ պետք չի, այդ ավելորդ ներվային աշխատել։ Եվ հետո ճիշտ ասած եւ ժամանակ չունեի, ես տեղափոխվեցի Լուշի Վանդանոց, որտեղ իմ աշխատանքային օրը 9-ից մինչև 5-ը ես ժամանակ էլ չունենա, եթե դաշտ ուզենամ դաշտ։ Այլ հարցումներ։ Իմ վերջին հարցը, այսինքն գումարները չփոխանցելը պրոբլեմության հաշվին, սկսվել է Նարիմանյանը շատ առաջ։ Ում ժամանակից է, կայական ժամանակից է սկսվել։ Так այդ սկսվել է Դումանյանը ժամանակվանից, այն ժամանակ Դումանյան ռեկտոր, հետո եթե չեմ սխալվում Ավետիսյանն էր, հետո Նարիմանյան, պատույն դա դեր Քյալյանը ժամանակվանից։ Այսինքն Քյալյանը թե հրամանը որ տվել էր, որոշումը կայացրել էր, այդ ժամանակվանից սկսվել է չփոխանցել։ Այո,
Ես չունեմ հարց, բայց մարդասում եմ։ Կարելի է։ Ես ուզում եմ իմանալ, արդյոք դուք ունեցել եք պայմանագիր համապետական արտադրության հետ։ Ես ես ասեցի, պայմանագիրը պետք չէ։ Ման հարցն չել է, արդասում։ Եվ պատասխանը լանկախնած այդ պատասխանը ինչ հապովանդ է, բայց նա պատասխանը Կարող եք ասել, դուք ասում եք, որ 1% ձեր գումար պետք է փոխանցել, մոտավորապես, պլյուս մինուսով, այդ 1%-ը ինչ գումարի մասին է խոսքը։ Այդ հարցը ևս տրվել է պատասխանը։ Կարող եք ես շարունակեմ հարցը, Չէ, մի րոպե, մի բան նկատի ունենք, որ դուք ասում եք կարող եմ ես շարունակել հարցը։ Տպավորությունն է, որ մենք ձեզ ընդհատեցինք եւ ասացինք այդ հարցը։ Դուք հարցը համատեցինք, այդ հարցը կրկնվող էր հարցը։ Նոր հարց կարող եք տալ։ 1%-ը Բժշկական համալսարանի աշխատավարձի ֆոնդի կազմում է, եթե չեմ սխալվում, շուրջ 6 միլիոն դրամ։ 1% գումարը ամսվա տևածքով շուրջ 6 միլիոն դրամ, պլյուս մինուսով մի քանի 100,000 դրամներ։ 6 միլիոն դրամի 0.25%-ը, եթե իմ մաթեմատիկական գիտելիքները չի թերանում, 1,5 միլիոնի կարգի է լինում պլյուս մինուսով։ Դուք անընդհատ շեշտում եք, որ համապետական պրոֆմիությանը պետք է գումար փոխանցել, որպեսզի իրենք ամենաառաջին եւ ամենակարևորը իրավաբանական խորհրդատվություն պահանջեիք եւ կարողանայիք ստանալ ծառայություն, չեմ կարծում, որ 1,500,000 դրամով հնարավոր է երկրի լավագույն իրավաբանին վարձել ավելի ցածր աշխատավարձով եւ պահել որպես պրոֆմիություն իրավաբան եւ ձեր բոլոր հարցերի պատասխանները ձեր իսկ իրավաբանը տար։ Բարձր ձեզ հարցը։ Դե առաջինը, որտեղ այդ գումարը մենք պետք է փոխանցենք առանց պայմանագրի, ոչ մի պայմանագիր պետք չէ, որտեղ ես հենց սկզբից ասացի, որտեղ мы были одними из учредителей Республиканского комитета. Այդ հարցը համը։ И второй вопрос, на эту сумму фактически мы могли бы, наверное, принять, но это должен быть соответствующий юрист. Кроме того, могли быть и судебные процессы, связанные с нарушением трудового законодательства, где, естественно, влияние Республиканского комитета было бы более, не то что информативно, я думаю, на более высоком уровне, чем юриста, которого принять к себе. Кроме того, мы же որտեղ որ հանրապետական արմատության իրավաբանների ամենայն ազդեցությունը ավելի կներ, քան ուղղակի իջեր վարձային իրավաբան, բացի դա И кроме того, мы обязаны были перечислять 25%, являясь учредителями Ցավոքսի չեմ հիշի ամսաթիվը եւ արձանագրության համարը, բայց գործում արկա է մի փաստաթուղթ ձեր պրոֆմիության արձանագրություններից մեկը, որտեղ նշված է ձեր կողմից ստորագրված է, որ դուք ասում եք, որ ձեզ չի փոխանցվում գումարները, դժգոհում եք եւ բացատրում եք, որ պետք է փոխանցվի, որպեսզի դուք էլ կարողանաք փոխանցել համապետական արտադրությանը եւ այնտեղ աշխատակիցները դժգոհություն են հայտնում հենց այդ մասին, նույնիսկ եթե չեմ սխալվում իրավաբաններն են դրա մասին արձանագրում եւ ամեն ինչ արձանագրված է ձեր կողմից ստորագրված է այդ արձանագրությունը։ Կհիշեք այդ արձանագրությունը։ Так, я не помню, что было недовольство со стороны сотрудников в отношении одного процесса. Одного процесса, ты одного процента. Одного процента. Но были недовольства со стороны сотрудников, которые заявление подали о выходе из профсоюзной организации. Это было связано с другим. Люди, значит, давали заявление на оказание материальной помощи. Так как у нас на счету сумм не было, мне приходилось писать заявление на имя ректора, чтобы
было разрешение с его стороны Որտիսի նրա կողմից դուքրություն է։ бухгалтерии выдать определенную сумму сотрудникам. Որտիսի հաշվապահության նրա կողմից դուքրություն ունի, աշխատակիցների գումար տրամադրում։ Тут совершалось еще одно нарушение, когда со стороны администрации сумма, которая была решена со стороны комитета, она сокращалась. Например, если комитет решил выдать помощь в размере 100 тысяч, со стороны ректората или ректора эта сумма снижалась до 50 тысяч или 70 тысяч и выдавалась с большим опозданием. Люди были недовольны. Поэтому у меня было несколько заявлений, по-моему, 6 или 7 заявлений с просьбой о выходе из профсоюзной организации. Արձանագրություն թիվ 1 1503-2013 թվականի համաժողով։ Սրա մասին էի ասում, համաժողովի նախագահ Օգուստ Դանիելյան, քարտուղար Մայրանուշ Մանուկյան, Ինձ ներկայացում է ակումբի նախագահի Գարինա Սահակյան-Հարությունյանի զեկույցումը բաղկացած 5 էջից։ Ձեր զեկույցն է եղել տարեկան, որտեղ արձանագրության մեջ, ուղղակի չեմ ուզում 7 էջ արձանագրությունը ընթերցել, նշվում է, որ աշխատակիցները դժգոհում են այն մտքից, որ դուք ուզում եք գումարը 25% փոխանցել արհմիութենական համաժողովին։ Հարցս նրանում չի կապվեցի, թե արդյոք բողոքել է թե ոչ, ես այս ժամանակ նույնիսկ ուսանող եմ եղել, կարծում եմ աշխատողը նորմալ չեմ եղել։ Հարցս հետևյալում է, արդյոք մտածել եք երբևէ չլինել անդամ արհմիութենական այդ համապետական արկոմի, թե դա այդքան շատ կարևոր է ձեզ համար, որտեղ կարծես թե տեսնում եմ ձեր ամբողջ խնդիրները այդ 0.25-ի շուրջ է կայացած եղել։ Я, честно говоря, если можно, повторите дату, когда это было. 2013 թվականի։ Որտի՞վ 1503-2013 թվականի։ Թիվ 1 արձանագրություն համաժողովի։ Решите. Значит, это было, то, что вы сейчас прочитали, это было во время моей отчетно-выборной конференции. Когда этот вопрос был поднят юристом. Что коллектив фактически зачем надо перечислять 25%, это не маленькая сумма. До этого этот вопрос не поднимался. И моя проблема состояла не в этих 20%. Моя проблема состояла в том, что должна была быть какая-то сумма для организации различных мероприятий. Я привела пример, что со стороны администрации сокращались суммы, которые принимались со стороны комитета в плане помощи. Это во-первых. Во-вторых, мы, например, планировали провести мероприятие, допустим, там, на лучшее отделение. Да, значит, нами был разработан план, я его тогда представляла в свое время Туманяну, что мы хотим сделать. Это, естественно, мы хотели, чтобы были какие-то суммы. Эти суммы необходимы были, допустим, как награду какому-либо отделению. То есть фактически вопрос стоял не в том, чтобы нам перечисляли деньги, а мы перечисляли республиканскому комитету. Для того, чтобы работала
Кроме того, фактически зарплату ни я, ни бухгалтер, ни секретарь не получали. Фактически мы работали на чистом энтузиазме. А то, что я предоставила решение республиканского комитета о процентах, где написано 25%, там, кстати, еще и написано, что зарплата профсоюзному лидеру, председателю профсоюза, 33% можно использовать на зарплату комитета. Не только председателю, секретарю, бухгалтеру. 33%. 42% регламентировалась помощь сотрудникам и различные мероприятия. Так что вопрос не только в 25%, а чтобы организация работала, необходимы какие-то суммы. Например, я от бухгалтера никак с большим трудом мне приходилось заставлять ее давать отчет. Не получаю зарплаты, она бакал раз делаю на мать. Ըստ էության քանդվող գործ է, թե միջդատական վարույթ։ Չէ, ըստ էության քանդվող չի։ Ապահովչության արդյոք։ Ես գրեցի նիստակարգոսից անպայման կայանալու ու տեղեկացրեցի, որ կողմերը բոլորը լինելու են և կալանավորիներ բերել են։ Այդ գործը ճշտենք ձեզ էլի հարցեր կան, թե… Ես մի հարց ունեմ պատմական շատ հարցեր ունենք, խնդրեի բավարարել միջնակցությունների մասով։ Դատարության այգի մասնակցի։ Այդ եմ ուզում բարձր, ձեր հարցնավոր իրավունքը չենք սահմանափակում, մենք հասկանանք ինչա, որ ոնց կազմակերպել։ Ենթադրում եմ սա։ Պարոն Բեգլարյան, ձեր հարցը տվեք։ Այս մոտեցեք այս հասնեն, որ ձեր խոսքը ձայնագրավ։ Արգելի վկա նշեցիք, որ առնվազն 3 հղեկների պաշտոնավարման ընթացքում ձեր կազմակերպությանը պատկանող գումարները չի փոխանցվել ձեզ, ես ոնց հասկացա, ամեն դեպքում ըստ ձեզ ապօրինի ձեր գումարները պահվել են համալսարանի ֆոնդում, ճիշտ է։ Այո, մեզ չէին փոխանցում, ընտրել գումարները մնում են սոցիալական Դուք ձեր կազմակերպությունը հանդիսանալով հանրապետական ջովային կազմակերպության անդամ, ոնց հասկացա, կապի մեջ եք եղել, ընդորում իրավաբանական խորհրդատվություն։ Ձեզ ինչ-որ խորհուրդ տվել է, որ դուք իրավունք ունեք, օրինակ քաղաքացիական ճանապարհով այդ գումարները հերիստան։ Փորձել եք այլ եղանակով։ Իմ եք դատարան ասեք փողերս տվեք։ Արեք եք թե չէ։ Ոչ չեմ արել եւ ես միայն մի բան պատասեմ, եթե ես դիմում տայի դատարան, ես պետք է դուրս գայի աշխատեմ։ Ինչի համար դուք ինքներդ Հարցը երկու մասեր բաղկացած։ Այդ համապետականական, որի անդամ եք հանդիսանում եք Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպության հանրապետական կոմիտե, ում իրավաբանները ձեզ օբյեկտիվ խորհրդատվություն են իրականացնում կամ օբյեկտիվորեն կպաշտպանեն։ Հարցի առաջին մասը հետևյալն է։ Այ դուք իրանց դիմեցիք կամ իրանք ձեզ ասել են, որ եթե ձեր գումարները չեն փոխանցվում, այս կամ այն գործողությունը ձեռնարկեք, որովհետև եթե դուք նշում եք, որ ըստ արկա փաստաթղթերի կամ համաձայնությունների 25% պետք է փոխանցեք, անդամ եք հանդիսանում, բայց ձեզ գումար չի փոխանցվում, դուք եք գումար չեք փոխանցում։ Հարց կարող է առաջանչել, բա մեր 25% ուր այդ հավաքված գումարը։ Դուք պետք է պատասխանեք ուսային ընդհանրության, բայց տրամաբանական ընդհանրություն։
որ քանի որ մեզ գումար չի փոխանցում, մենք այդ 25%-ը չենք կարողանում փոխանցենք։ Այսինքն այս իրավիճակում ուզեք թե չուզեք պետք է հարց առաջաներ, որ ձեզ պարզվի, որ ձեզ գումար չի փոխանցում։ Հատուկ դիմելու կարիք չկար։ Այս դեպքում այդ իրավաբանները, իրավաբանական ծառայությունը, հարցը դրա մասն էր։ Ձեզ ասել ինչպես վարվեք, ինչ քայլերի դիմեք, թե ոչ, նոր դրանից հետո եթե դիմել են, ասել են, խորհուրդ են տվել, այլ բանա, որ դուք չեք ընդունել, որովհետև ասում եք, եթե ես դիմեի, աշխատանքից կազատվի։ Հիմա հարցի առաջին մասի պատասխանեք, երկրորդ մասի պատասխանը լսեցինք։ Значит, фактически я обращалась с просьбой, писала заявление на имя ректора, что прошу решить этот вопрос. Несколько. Затем я обращалась в Республиканский комитет профсоюзов, чтобы они мне помогли. Не только пока за юридической консультацией, потому что какая юридическая консультация, понятно, должны делать, не делают. С председателем профсоюза Армагановой мы были у ректора Нариманова, говорили на эту тему. Письменно я приносила. Армаганова Гаяна. Ժամանակ նա էր նախագահ։ Եղել ենք ռեկտորի մոտ, գրավոր ես բերել եմ նամակը, որ պատկավոր են փոխանցել։ Բայց դատարան չեմ դիմել։ Մենք էլ որ երբ որ նշում եք, քանի որ 3 ռեկտորների մասին խոսեցիք, այ գոնե ասեք այդ գործողության ժամանակ դուք որ ռեկտորի մոտ եք եղել, որ ասում եք Գալի Արմաղանովը եղել է ռեկտորի մոտ։ Ես Ավետիսյանին դիմել եմ, Այվազյանն արդեն չեմ նշում ինքը։ Որ ռեկտորի մոտ եք Նարիմանյան։ Ես մի հարց է ծագեց պատճառն դատան։ Իքին Գալինա, դուք նշում եք, որ դատարան չեք դիմել, որովհետև ես ոնց հասկացա, վախեցել եք, որ ձեզ աշխատանքից կհեռացնեն։ Չէ, որ կհեռացնեն, ես պիտի դուր պատում, բայց դուք հիմա կոչված եք եղել 3000 աշխատակցի շահեր ներկայացնելու, ընդ որում գործարկումի հնարավոր ոտնձգությունների դեմ։ Հիմա դուք ձեր սեփական աշխատանքը կորցնելու բանով ճիշտ հասկացա, որ են 3000-ի շահերը ստորադասել են։ Я вам отвечу. Հարցը ձեզ տված է։ Я не просто проигнорировала, во-первых, не получая зарплату как председатель профсоюза, я получала зарплату из клинического отдела, где я работала. Естественно, для меня мое место как работника этого клинического отдела было важнее, чем работа профсоюзного лидера. Во-первых, из-за зарплаты. И второй вопрос. Я фактически, суммы-то не перечислялись на мой счет, но с помощью заявления на имя ректора коллектив так или иначе получал материальную помощь, несколько уменьшенную со стороны администрации. Мы организовывали мероприятия, в театре ходили, на Новый год делали подарки детям. То есть я не могу сказать, что работа вообще не велась. Работа велась. Поэтому, допустим, я не видела смысла в том, чтобы подавать в суд. Ես ոնց հասկանում եմ ձեր համար Արտմիության նախագահի պաշտոնը երկրորդական բանում ա եղել ու այդ ամբողջով հանդերձ որ դուք չեք փորձել նաև դատական կարգով ձեր եւ ձեր կազմակերպության անդամակցող աշխատակիցների ենթադրյալ ոտնահարված իրավունքները վերականգնել, ճիշտ հասկացանք, որ դատարանն արձանագրի, որ այս գործով բազմաթիվ անձինք, որ ասում են նախկին արմիությունը ըստ էության չի գործել իրականությունը։
Я вас поняла. Ну, во-первых, я говорю, для меня важнее была моя работа, по которой я получала заработную плату. И второй момент. Это не только медицинский институт не перечислял суммы, но и несколько других крупных учреждений тоже не перечисляли деньги в профсоюзные организации. Չէ, հարցը հետևյալի մասին էր։ Այս ամեն ինչ որ դուք ասացիք, որը արձանագրվեց։ Պաշտպանը ասում է, փաստորեն որ օրինակ ձեզնի ճարարջ եղել են հարցաքննող անձինք։ Նաև հարցերի միջոցով որ տալցին, ովքեր նաև մի մասը նշել են, որ արմիությունը չի աշխատել նորմալ, որպես արմիություն կայացած չի եղել։ Հիմա ասում է ճիշտ են ասում փաստորեն, եթե դուք ասում եք, որ այդ գումարների չփոխանցելու արդյունքում նորմալ գործունեություն չեն կարողանում իրականացնել, որ քանի որ դուք էլ որպես արմիության նախագահ աշխատավարձ չեք ստանում, հաշվապահ աշխատավարձ չեք ստանում, ձեր տեղակալ աշխատավարձ չեք ստանում, եւ ձեզ համար այս պայմաններում արդեն կարեւոր է այն ձեր բուն աշխատանքը որպես բժիշկ կամ այլ պաշտոն, եթե զբաղեցրել եք համալսարանը, որի դիմաց դուք վարձատրվում եք։ Այդ ամենի համատեքստում այն աշխատանքը ձեզ համար կարևոր ու առաջնային է։ Այստեղ աշխատավարձ չեք ստանում, գումարներ չեն փոխանցվում, ձեր պլանները չեք կարողանում դուք ռեալիզացնել ողջ ծավալով, այն առաջարկներով, որ հանդես եք գալիս ադմինիստրացիան ասում եք կրճատում էր օրինակ 100,000 դրամ փոխարեն 50 կամ 70,000 դրամ էր տալիս, այս ամենի համատեքստում ասում եք չեր ստացվում այնպես, ինչպես դուք կցանկանայիք։ Հիմա պաշտպանը հարցնում է այս ամենի պայմաններում փաստորեն այն աշխատակիցները, ովքեր որ ասում են արմիությունը ձեր ղեկավարության ժամանակ նորմալ բնականոնով չի գործել, փաստորեն ճիշտ են ասում, թե ոչ։ Հարցը դրա մասն է։ Значит, вопрос вот в чем. Сказать, что профсоюзная организация не работала, это неправильно. Во-первых, решались юридические вопросы. Например, я как-то в прошлый раз об этом тоже говорила. Вопрос был решен оплаты. Вопросы времени. Нарушались нормы рабочего времени. Второе. Вопросы отпусков. Решился вопрос. Следующий вопрос. Оплата медобследования при поступлении на работу. По трудовому законодательству эта оплата идет за счет организации. До нашего вмешательства сотрудник, поступая на работу, тратил около 7 тысяч драмов на медицинское обследование. Затем был в соответствии с трудовым законодательством был составлен список укороченного рабочего дня для отдельных коллективов сотрудников. Ну так я уже не могу все вспомнить, потому что эти вопросы решались, причем я обычно запрос писала или в республиканский комитет, или в соответствующие юридические организации. То есть сказать, что та работа, которая могла выполняться без финансов, она проводилась. А то, что вы подняли вопрос, подавать дело в суд или не подавать, естественно, мне было проще уйти из организации, чем поднимать этот вопрос в судебную инстанцию. Хотя в комитете мне говорили, что если я подам, они выделят своего специалиста, но я предпочла уйти из организации. Ես ոչ թե հարց եմ տալիս, մի հանդարտ եմ ասում։
հաստ չձևակերպեմ, էլի, հայտարարության ձևով պատասխան։ Մի րոպե, քանի որ հայտարարությունները հարցաքննության ընթացքում չեն անում։ Լավ, հարց եմ տալիս։ Չէ, հարց արդեն ինչի համար չէ, որովհետև ճարաճ ասում եք մի անում եք իշխանություն, մենք հարցաքննություն չենք կարող։ Մի հարցաքննություն լսեք, էլի մի նախադասություն։ Չէ, չեմ ցանկանում։ Մարտա Սիմոնյանի պաշտպան Սուրքիասյանը սկսել է հարց տալը, մյուս պաշտպանային Բեգլարյանից մի հարց ունի, ասած ավարտել, որ հաջորդ նիստին դուք ձեր հարցերը բազմաթիվ տաք։ Խնդրում եմ երկու բառ ասելու հնարավորություն տալ։ Երեք Արմենիկյան, դուք հարց պետք է ուղղեք, որովհետև հայտարարություն հայտարարություն դատանը թույլ չի տալիս։ Ասում եք դե լավ հարց ձևակերպեք։ Որպեսզի կարևոր տեղեկատվություն տա։ Որ դուք այդ հարցը տաք, մենք չգիտենք այդ հարցը կգան ոնց է անցալու։ Ու իր պատասխանը 3 բառերն են, թե 33 բառ։ Պատասխան չի թարգմանը ուշադրումը դատական նիստի։ Պատասխան չի ակնկալում, մեր համար եմ ասում։ Հետևաբար դա ենթադրում է, որ ոչ թե հարց է, այլ հայտարարություն, որը դատանը թույլ չի։ Ուրեմն ես արարքում եմ նախագահի գործողություններին թույլ տվեք արարությունից ներկայացնել։ Հետո ոչ եք կարդում չտակ պատվաժողովական։ Շատ կարճ է ներկայացնել։ Ձեր արարությունը նախագահի գործողությունների դեմ կներկայացնեք հաջորդ դատական։ Ոնց ներկայացնում, եթե այս պահին ակետ ներկայացնում։ Չէ, այ պատվաժողովական գործողությունների դեմ արարքելը կներկայացնեք հաջորդ դատական։ Դուք գամակը դերանը չեք պայել եւ եկեք ու բառ եմ ասում, իսկապես եք բառ։ Երբ որ մի բան փորձում են չարաշահել ճակերտների, դատանը թույլ չի տալիս։ Չէ, չարաշահում է։ Արմենիկյան ժամանակը գնում է։ Ժամանակը գնում է, բայց մեր գործունեության արդյունավետության համար դա վկան մի կարևոր բան ասեց, ընդհանրապես հետ եմ ուզում ասել, ասեց «Յաշիկով պահելու դիմումները»։ Խնդրենք նո բերի այդ դիմումները, այդքան բան։ Բարություն ասեք։ Ձեր հարցաքննությունը չի ավարտվում, որովհետև ձեզ բազմաթիվ հարցեր ունեն դատավարության մասնակիցները։ Դատանը մի քանի հարցում, եթե այդ հարցերը չտրվեն, ձեզ դատանը այդ հարցը կտա։ Քանի որ թարգմաններ մեկ այլ դատական նիստի է, որի մասին խոսեց, դատանը թարգմանի միջնորդությունը հարգելի է համարում, այսինքն արդեն բացակայության կամ ներկայության անհնարինությունը հարգելի է համարում, եւ մենք ձեզ ստիպված ենք նույն մեկ անգամ եւս հրավիրել։ Միգուցե երկու անգամ։ Ասեցի։ Մի հանգամանք է դուք փաստաթղթեր կար, որ ներկայացրեցիք, հաստատում են ձեր խոսքին։ Դուք դրա իրավունք ունեք։ Այսինքն եթե ինչ-որ մի բան դուք ասում եք, իրավունք ունեք, բայց պարտականություն չունեք, հետևաբար եթե որևէ փաստաթուղթ ցանկանաք ներկայացնել, կարող եք ներկայացնել։ Եթե ոչ, նման պարտավորություն չունեք։ Մենք համաձայնեցված օր ունենք 19-ի ժամը 10։ 15-ին։ 10:00։ Համաձայնեցված օր եւ ժամ ունենք նոյեմբերի 19-ին առավոտյան ժամը 10:00-ին։ Հիմա կգրի կտալիստերի կարգավարը։ Մսույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվում է 2025 թվականի նոյեմբերի 19-ին ժամը 10:00։ Հարգելի վկա Գալինա Հարությունյան, ձեր հարցաքննությունը չի ավարտվել եւ դատան ձեզ դատական նիստում ծանոթում է, որ 2025 թվականի նոյեմբերի 19-ին լրություն դահարիչ է, իսկ չի ավարտվել։ Նոյեմբերի 19-ին ժամը 10:00-ին հրավիրում եք ձեր հարցաքննությունը շարունակվելու հարցաքննության իրավունք ունեք ներկայանալ փաստաբանի հետ, չներկայանալու դեպքում անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում ձեր նկատմամբ կարող եք կիրառել դատական սանկցիա։ Համարում եք պատշաճ ծանուցված, գրավոր ծանուցում ձեզ չի ուղարկվել։ Դատավարության ներկա մասնակիցները ևս համարում են պատշաճ ծանուցված հաջորդ դատական նիստի օրվա եւ ժամի մասին։ Վկաներ վերաբերվել են։ Մինչև 12-ն ենք աշխատելու հաշվի առնելով նշում են շատ հարցեր կան տալու, դատան ևս հարցեր ունի, այլ վկայել հրավիրել հետո այդ ճանապարհը դատանը ճիշտ չի ապահովում։ Դատական նիստը փակված։